Սիրելիներ, այսօր կցանկանամ, որպեսզի ընթերցենք Ա թագավորաց երկրորդ գլուխը, Աննայի աղոթքը, որտեղ մենք կստանանք շատ ու շատ հարցերի պատասխաններ։ Իսկ այժմ աղոթենք, որպեսզի Սուրբ Հոգին առաջնորդե մեզ ու սկսենք մեր ծառայությունը։ Հայր, հիմա խոնարհվում ենք քո փառքիդ, գահիդ, մեծության դառաջ, բերելով մեր սրտերը կանցնվին քեզ ամբողջությամբ։ Տեր ջան, հիմա դու ներկա գտնվիր այս խոսքի ճիշտ մեկնության մեջ, քո Սուրբ Հոգովը դուր ճիշտ մեկնություն, ինչպես նաև որպեսզի կարողանանք ստանալ մեր հարցերի պատասխանները։ Ներիր մեզ մեր բազում մեղքերի ու սխալների համար, Հայրս։ Օգտագործե մեզ քո փառքիդ համար, Տերս։ Սովորեցրու մեզ, որ քո կամքդ կատարենք ու քայլենք այնպես, որ քո առջևդ շնորհ գտնենք։ Լինենք քեզ պիտանի ու արժանի զավակներ։ Շնորհակալ ենք, որ դու հիմա էլ այստեղ ես, ներկա ես և այս խոսքը մեր սրտերում, մեր մտքերում ու հոգիներում դու պիտի լուսավորես։ Թող փառավորվի քո սուրբ ու հզոր անունդ մեր բոլորիս կյանքերում ու ընտանիքներում, հավիտյանս հավիտենից ամեն։ Հայր մեր, որ երկնքումն ես, սուրբ լինի քո անունը։ Քո թագավորությունը թող գա, քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքումն է։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր։ Ներիր մեր մեղքերը, ինչպես մենք էլ կներենք մեզ պարտականներին, և մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը և զորությունը և փառքը հավիտյանս հավիտենից ամեն։ Ուրեմն բացեք ձեր գրքերը ու կարդանք Ա թագավորաց երկրորդ գլուխը։ Աննայի աղոթքը։ Աննան աղոթք արավ ու ասավ. Իմ սիրտս Տիրոջով ուրախացավ, ու իմ եղջյուրս Տիրոջով բարձրացավ։ Բերանս իմ թշնամիներիս վրա բացվեցավ։ Այսեղ նշեմ, որ Աննան ինչի համար աղոթեց, որովհետև Աստված իրեն զավակ տվեց։ Երկար տարիներ նա երեխա չէր ունենում, երբ որ ուխտեց Տիրոջը, որ եթե ինքը երեխա ունենա, պիտի Տիրոջը հանձնե, ու իրականում այդպես էլ եղավ։ Նա հղիացավ և նա այստեղ շնորհակալություն է հայտնում Տիրոջից։ Տիրոջ պես սուրբ չկա։ Քանի որ քեզանից բացի ուրիշը չկա, ու մեր Աստծո պես վեմ չկա։ Էլ սրանից հետո հպարտություններով մի պարզենցեք, ու ձեր բերանից ամբարտավանություն թող չելնի, քանի որ Տերը գիտության Աստվածն է, ու նա ամենին գործը կկշռե։ Զորավորների աղեղները կոտրվեցան ու տկարները ուշ հագան։ Գուշտ եղողները հացի համար վարձկան եղան ու անոթի եղողները կշտացան ու աշխատանքը թողեցին։ Ամուլը 7 զավակ ծնավ ու շատ զավակ ունեցողը տկարացավ։ Մերձնողն ու կենդանացնողը, գերեզման իջեցնողն ու վերհանողը Տերն է։ Աղքատացնողն ու հարստացնողը, ցածրացնողն ու բարձրացնողը Տերն է։ Նա աղքատը փոշից կվերցնե ու կարոտը աղյուսից կհանե, որպեսզի իշխանների հետ նստեցնե։ Ու փառքի աթոռը նրան ժառանգություն տա, քանի որ երկրի հիմերը Տիրոջն են, ու աշխարհը նրանց վրա հաստատեց։ Նա իր սուրբերի ոտքերը կպահե, ու չարագործները մութի մեջ պիտի կորսվին, քանի որ մարդ իր ուժովը չի կրնա հաղթել։ Տիրոջ դեմ հակառակվողները պիտի կոտորվին,
երկնքից նրանց վրա պիտի որոտա, Տերը երկրի ծայրերը պիտի տադե, իր թագավորի ուժը պիտի տա ու իր օծյալին եղջյուրը պիտի բարձրացնե, իր թագավորին ուժը պիտի տա ու իր օծյալին եղջյուրը պիտի բարձրացնե։ Ուրեմն հիմա կցանկանամ, որպեսզի այս խոսքերը ավելի մանրամասնորեն քննենք նախադասություն առ նախադասություն, որովհետև այստեղ Տերը շատ շատերի բաներ ունի ասելու։ Աննան աղոթք արավ ու ասավ. Իմ սիրտս Տիրոջով ուրախացավ, ու իմ եղջյուրս Տիրոջով բարձրացավ։ Ուրեմն այստեղ ինչի մասին է խոսում։ Խոսվում է այն մասին, որ մեր ուրախությունը գալիս է Տիրոջից։ Իմ եղջյուրս Տիրոջով բարձրացավ։ Մեր բարձրունքը կախված է Տիրոջից։ Եթե դու ուզում ես բարձրունքների հասնել առանց Տիրոջ, ուրեմն չսխալվես, առանց Տիրոջ բարձրունք չկա։ Բերանս իմ թշնամիներիս վրա բացվեցավ։ Ուրեմն մեր թշնամիների վրա մեր բերանը երբ կբացվի, այսինքն մենք մեր կյանքով, մեր գործողություններով երբ առաջ կընթանանք, երբ որ Տերը մեզ կբարձրացնե, Տերը մեզ հաղթանակ կտա։ Այսինքն քո թշնամիդ էլ քո դեմ չի կարող խոսի, որովհետև Աստված քեզ հետ է, քանի որ քո փրկությունովդ ուրախացա։ Ինչի մասին այստեղ խոսում, եթե դու փրկության կարիք ունես, ուրեմն այդ փրկությունն էլ է Տիրոջից։ Տիրոջ պես սուրբ չկա, քեզանից զատ ուրիշ Աստված չկա, ու մեր Աստծո պես վեմ չկա։ Աննան ամբողջությամբ հասկանում էր, որ միակ սուրբը, միակ Աստվածը, միակ վեմը, որին որ կարելի է հուսալ, դա Աստված է։ Էսրանից հետո բարդություններով մի պարզենցեք ու ձեր բերանից ամբարտավանություն թող չելնե, քանի որ Տերը գիտության Աստվածն է, ու նա ամեն մեկի գործը կկշռե։ Ուրեմն սիրելիներ, ինչի մասին է այստեղ խոսում, մի հպարտացեք որևէ բանով։ Ինչ որ տվել է, Աստված է տվել։ Գիտությունը, մեր ընտունակությունները, մեր կարողությունները ամեն ինչ տրված է Աստծուց։ Եվ պետք չէ որևէ մեկս հպարտանանք որևէ բանի համար։ Այլ եթե պարզենալու ենք, միայն Տիրոջով պարզենանք։ Նայեք այստեղ ինչ ասում շարունակության մեջ։ Զորավորների աղեղները կոտրվեցան, ու տկարները ուշաքան։ Այսինքն, եթե դու այսօր զորավոր ես, մի կարծես, որ վաղն էլ զորավոր կլինես։ Եթե դու տկար ես, մի կարծես, որ զորավոր չես լինի։ Այսինքն, ամեն բան Աստծո ձեռքերի մեջ է։ Շարունակությունը տեսնենք։ Կուշտ եղողները հացի համար վարձկան եղան, ու անոթի եղողները կշտացան։ Շատ հաճախ մարդիկ կան, որ իրենք լավ են ապրում, կողքինները լավ չեն ապրում, մտածում են, որ իրենք ավելի լավն են, սիրելիս։ Շատ կարճ ժամանակ անց կարող է ամեն ինչ հակառակը լինի, որովհետև ամեն ինչ Աստծո ձեռքերի մեջ է։ Ամուլը 7 զավակ ունեցավ ու շատ զավակ ունեցողը տկարացավ։ Եթե ինչ որ մեկ այսօր երեխա չունի, կամ ինչ որ մեկը ունի, թող չծիծաղի չունեցողի վրա, որովհետև այստեղ ասում է ամուլը 7 զավակ ունեցավ ու շատ զավակ ունեցողը տկարացավ։ Այսինքն ամեն ինչ Աստծո ձեռքերի մեջ է։ Եթե դու ամուլ ես, հանձնվիր Աստծուն, որպեսզի շատ զավակներ ունենաս։ Շարունակությունը, մերձնողն ու կենդանացնողը, գերեզման իջեցնողն ու վերհանողը Տերն է։ Այո։ Ամեն բան այստեղ Աննան իր աղոթքում ասում է, որ Տիրոջ ձեռքերի մեջ է ամեն բան։ Աստված է սպանողը, Աստված է կենդանացնողը։ Եթե դու մինչև այսօր կաս, ապրում ես, դա նշանակում է, որ Աստված քեզ հետ գործ ունի։
նա իր աշխատանքը դեռ չի վերջացրել քեզ հետ։ Աղքատացնողն ու հարստացնողը, ցածրացնողն ու բարձրացնողը Տերն է։ Այո, եթե դու բարձրունքի վրա ես կանգնած կամ ցածրացել ես, հիշիր, դա Տերն է թույլ տվել պարզապես։ Ամեն բան Աստծո ձեռքերի մեջ է։ Բայց երանի նրան, ով իր ամբողջ կյանքը Աստծուն է հանձնել, եւ Աստված էլ ցածրացնում ու բարձրացնում է, որպիսի իրեն էլ ավելի մոտեցնե։ Նախկատը փոշիից կվերցնե ու կարոտը աղյուսից կհանե, որպիսի իշխանների հետ նստեցնե ու փառքի աթոռը նրանց ժառանգություն տա։ Նայեք, աղքատը փոշիից կվերցնե, շատ այսօր մեծահարուստներ սարսափելի աղքատ են եղել։ Դավիթը ընդամենը հովիվ էր, որ Աստված իրեն թագավոր նստեցրեց։ Այսինքն կապ չունի դու հիմա ինչ կարգավիճակի մեջ ես։ Կարևորն այն է, թե Աստված ինչ ծրագիր ունի քեզ հետ։ Ու փառքի աթոռը նրան ժառանգություն պիտի տա։ Այսինքն Դավիթին հանեց ու թագավորների աթոռին նստեցրեց, որովհետև ամեն բան Աստծո ձեռքերի մեջ է։ Մեր կյանքի ամենամեծ հարստությունը այն է, որ ունենանք Աստծուն մեր կյանքերի մեջ առաջի տեղ, եւ նա ամեն ինչ կտա մեզ։ Նա իր սուրբերի ոտքերը կպահե ու չարակորձները մութի մեջ պիտի կորսվին։ Նայեք, եթե դու Աստծո ձեռքերի մեջ ես, փափագում ես սուրբ լինել, ինչպես Տերն է սուրբ, նա քեզ կպահե ամեն տեսակի փորձանքներից ու չարակորձները մութի մեջ պիտի կորսվին։ Նայեք, շատ հաճախ լինում են դեպքեր, երբ 10 հոգուց մեկն է փրկվում, 100-ից 2-ն է փրկվում։ Ինչի համար? Որովհետև Աստված պահում է իր ժողովրդին, իսկ չարակորձները կկորսվեն, քանի որ մարդ իր ուժովը չի կրնա հաղթել։ Սիրելիներ, շատ հաճախ մեզի կթվա, թե մենք հաղթանակ տարանք ու հաղթանակը մեզ ենք վերագրում։ Դա շատ սխալ է, որովհետև մենք մեր ուժով որևէ հաղթանակ չենք կարող տանել։ Ես ինքս միշտ զգում եմ Տիրոջ գերբնական զորությունը։ Լինում է պահեր, որ պառկածս տեղից նույնիսկ չեմ կարող վեր կենալ։ Ու երեք կակրաս մայրս զանգեց, թե Աննա ինչ ես անում, ասի պառկած սպասում եմ, որ Տերս զորացնի, որ ելնեմ գործերս անեմ։ Ու հետո այնքան էր զորացրել, որ ես եւ տունը գործ արեցի եւ գնացի գարաժում ահագին գործեր արի, այսինքն ավտոտնագում։ Ու շատ գործ արի, ու ես զգացի, որ ես դա չէի, ես շատ թույլ մարդ էի, բայց Տերս ինձ գերբնական ձևով զորացրեց։ Քանի որ նորից եմ կարդում, մարդ իր ուժովը չի կրնա հաղթել։ Շատերը զգացած կլինեք, որ կարծես թե ձեր ուժերը սպառվան ու մի ակնթարթում երբ աղոթեցիք Տիրոջը, նոր ուժ ստացաք։ Ես դա այս վերջերս էլ զգացի։ Երբ որ աղջիկաս հետ գնում էի իրեն ընդունելության հարցով, զգացի, որ արդեն ուժերը սպառվում էր։ Մտքիս մեջ կարճ աղոթ կարի, Տեր, դու ինձ զորացրու։ Ու ես զգացի ինչպես նոր ուժ ստացա ու այդ հոգնածությունը միանգամից վրայցս վերցվեց։ Որովհետև եթե ես այնտեղ նույնիսկ գնայի, չէի կարող խոսել, այդպիսի հոգնածություն էր մոտս։ Բայց Տերս այնպիսի նոր ուժ ու թարմություն տվեց, ես անընդհատ զգում եմ Տիրոջ զորությունն ու ներկայությունը։ 10-րդ խոսքից շարունակենք։ Տիրոջ դեմ հակառակողները պիտի կոտրվին։ Տիրոջ դեմ հակառակողները, նորից եմ կարդում, պիտի կոտրվին։ Սիրելիներ, երբեք Տիրոջ դեմ մի հակառակվեք։ Տիրոջ խոսքին մի հակառակվեք։ Մի ընդունեք այն խոսքերը, որոնք ձեզ ձեռք են տալիս, բայց որոնք որ ստիպում են ձեր կյանքերը փոխել, դրանք երբեք չեք ընդունում։ Հավատացեք, որ կկոտրվիք։ Երկնքից նրանց վրա պիտի երկնքից կամ նրանց վրա պիտի որոդա։ Տերը երկրի ծայրերը պիտի դատե։ Իր թագավորին ուժ պիտի տա ու իր օձյալի եղջյուրը պիտի բարձրացնե։ Ուրեմն ովքեր որ կհակառակվին կոտրվին կամ իսկ ովքեր որ Տիրոջը կծառայեն, Աստված իրանց եղջյուրը պիտի բարձրացնի, այսինքն
Աստված կբարձրացնի այն մարդկանց, որոնք որ Տիրոջ դեմ չեն հակառակվի։ Սիրելիներ, եւ եղկա նա Ռաման իր տունը գնաց ու Սամուել մանուկը հեղի քահանայի առջև Տիրոջը ծառայություն կաներ։ Սա է խոսքի շարունակությունն է։ Եթե կցանկանաք ավելի մանրամասնորեն կարդալ, պարզապես իմանաք այս պատմությունը, կարդացեք Ա թագավորած առաջի գլխից եւ շատ հարցերի պատասխաններ կստանաք։ Սիրելիներ, այսօր Տերը մեզ խոսեց ու հետեւյալ ասաց. քեզ բարձրացնողը ես եմ, քեզ ցածրացնողը ես եմ, քեզ մերձնողն ու ապրեցնողը ես եմ, քեզ փոշիից հանողը ես եմ, քո թշնամիներիդ դեմ, եթե դու կարողանաս բերանդ բացես, դա էլ եմ ես, ամեն ինչ իմ ձեռքերիս մեջ է։ Այս խոսքերը Տերը այսօր ցանկացավ, որ դու նորից անգամ իմանաս, որ ամեն բան Տիրոջ ձեռքերի մեջ է, եւ Տերը միայն ու միայն կբարձրացնե այն մարդկանց, որոնք Տիրոջը հակառակ չեն կենա ու կհնազանդվեն Տիրոջ ամբողջությամբ, ու Աստված նրանց եղջյուրը կբարձրացնե։ Այս կանի ինչ որ Տերս այսօր ցանկացավ, որ խոսեմ ձեզ, այն վկայությունները, որոնք անձամբ եմ ապրել այս խոսքերի, վկայեմ ձեզ, իրականում ամեն բան Տիրոջ ձեռքերի մեջ է։ Շատ բաներ կարող եմ անverջ վկայել, որովհետև ամեն օր զգում եմ Տիրոջ ներկայությունը, Տիրոջ զորությունը, Տիրոջ ուժը։ Շատ հաճախ ինձ մարդիկ հարցնում են, բա ես որ եկեղեցին գնամ, որ ճիշտ լինի։ Այս հարցը ինչպես անեմ, որ ճիշտ լինի։ Ես չեմ կողմնորոշվում, ես չգիտեմ ինչ անեմ։ Սիրելիս, ընդամենը հանձնվիր Աստծուն։ Աստված է քո միջից քայլողը, քեզ առաջնորդողը ու բոլոր հարցերիդ պատասխան տվող Աստված է։ Դու ինչու ես ինձ հարցնում, եթե քո հայրդ միշտ քո կողքիդ է եւ պատրաստ է քեզ առաջնորդելու կյանքի ցանկացած ոլորտում։ Սիրելիներ, ձեր հարաբերությունները կառուցեք Աստծո հետ։ Ունեցեք մտերիմ փոխհարաբերություն Աստծո հետ։ Ցանկացած ձեր հարցի պատասխանը Տիրոջից ստացեք, որովհետև մենք մարդիկս միշտ կարող ենք սխալվել, բայց Աստված երբեք չի սխալվում։ Օրինակ, ես ինչպես եմ հասկանում, թե այս կամ այն բանը արդյոք Աստծուց է, թե Աստծուց չէ։ Ես խնդրում եմ մի բան, Տեր, ասում եմ, ինչը որ քո կամքը դե, իմ մեջ հաստատ հավատք դիր այդ բանի նկատմամբ, հաստատ հավատք։ Ու այնպիսի հավատք է դնում Աստված իմ մեջ, որ դա եթե 100 հոգի է հակառակ ինձ ասեն, ես զգում եմ, որ այդ հավատքը քերբնական է այդ հարցի հետ կապված դրած իմ մեջ։ Այսինքն, եթե ես մի եկեղեցի չեմ գնում, ուրեմն Աստված հաստատ հավատք է դրել, որ պետք է չէ գնալ։ Կամ էլ ասում եմ, Տեր, եթե քո կամքն է ինձ վերցրու տարի, զգում եմ, թե ինչպես գերբնական Աստված ինձ տանում է։ Սա ինչի համար եմ ձեզ ասում, սիրելիներ, որպիսի դուք ձեր կյանքի ցանկացած հարցը հանձնեք Աստծուն։ Այստեղ Աննայի աղոթքի մեջ Աստված պարզ ցույց տվեց, որ ամեն բան իր ձեռքերում է։ Պարզապես փորձեք ձեր կյանքի ցանկացած ոլորտում հնազանդվեք Աստծուն եւ հասկանաք մի բան, որ զորությունով չէ, ուժով չէ, հապա Տիրոջ հոգով է, ասել Զորքերի Տերը, ինչպես ասում է Զաքարիա 4:8 խոսքերում։ Դու երբեք չես կարող քո մի մազը սպիտակեցնել կամ սևացնել քո հոգ տանելովդ։ Դա Աստծո գործն է։ Դա Աստծո ձեռքերի մեջ է։ Դրա համար էլ պարզապես փորձեք ամբողջությամբ վստահել Աստծուն։ Աստծո ձեռքի տակ խոնարհվեք, որպեսզի Աստված ձեզ ժամանակին բարձրացնե Փիլիպպեցիս 4:6-7 խոսքերում է ասվում։ Ձեր հոգսը, ձեր կարիքները, ձեր ամեն մի խնդիրները պարզապես հանձնեք Աստծուն։ Մատթեոս 28:19-20 խոսքերում ասում է, որ մեր լուծը հանձնենք Աստծուն, վերցնենք Աստծո լուծը, որովհետև քաղցրը ու իր բեռը թեթև։ Մի մտահոգվեք որևէ հարցի շուրջ, այլ պարզապես փորձեք ձեր մտահոգությունները հանձնել Աստծուն, ակնկալել Տիրոջից պատասխան։ Ձեր կյանքի առաջնորդությունը տվեք Աստծո ձեռքերին մեջ կամ հանձնեք Աստծո ձեռքերի մեջ։
ու հավատացած եղեք, որ Աստված կարող է ցանկացած խնդրին տալ լուծում, եթե քո հույսն ու վստահությունդ Աստված է։ Աստված հույսը երբեք ամոթով չի թողնի։ Եվ եթե դուք իրան եք վստահ ու հուսածե, ուրեմն հավատացած եղեք, որ ամեն բան կկատարվի իր ժամանակին, որովհետև տեսիլքը որոշված ժամանակի համար է, այսինքն այն ինչ, որ Աստված պատրաստել է մեր համար, մեր կյանքերի համար, նաև ունի դրա համար սահմանված ժամանակ։ Հովսեփը պիտի անցներ շատ փոթորիկներ, փորձություններ, նվաստացումներ, ստորացումներ, պիտի զրբարդանքի միջով անցներ, բանտարկվեր պիտի։ Մի քանի կիլո մսի պես պիտի ծախվեր, նոր պիտի թագավոր դառնար։ Ինչի համար, որովհետև երբ որ միանգամից մարդ թագավոր է նստում, շատ հաճախ կարող է հբարտանալ ու մեծամտանալ։ Դա է իջրին անցնելու ճանապարհը։ Դավիթ թագավորը մինչև թագավոր նստելը Սավուղի ձեռքով շատ անգամներ հալածվեց։ Շատ անգամ էր ուզում Սավուղը նրան սպանել։ Այստեղից այնտեղ թափառականի պես ապրում էր, նույնիսկ իր մահն էր փնտրում, մինչև թագավոր նստեց։ Այսինքն ամեն մեկիս կյանքում պատահական Աստված նեղություններ ու փոթորիկներ ու փորձություններ չի տա։ Ինչի համար, որովհետև ոսկին կրակով է փորձվում։ Ինչքան ուզում ես ոսկին մաքուր լինի, այնքան կրակիով շատ են անցկացնում, որպեսզի ստացվի անարատ մաքուր ոսկի։ Եթե դու էլ Աստծո ոսկին ես, ուրեմն Աստված քեզ մինչև լավ չթրձե, շատ դժվարություններով պիտի անցնես, քեզ հետ շատ անարտար պիտի վարվեն, շատ փորձություններով պիտի անցնես, քեզ պիտի չգնահատեն շատ տեղեր, քո ճիշտդ հնարավոր է, որ սխալ հանեն, բայց դա նշանակություն չունի, Աստված դա թույլ է տալիս, որպեսզի դու այդ ճանապարհներով անցնես, որպեսզի դիմացինի ցավը զգաս։ Շատ հաճախ ասվում է, մինչև ցավս չտեսնես, ցավս չես զգա։ Ուրիշ է, երբ որ մարդը բան է պատմում, դու ուղղակի գլուխը թափ ես տալիս, թե իբր հասկանում ես։ Ուրիշ բան է, երբ դիմացինը բան է քեզ պատմում, դու ասում ես, գիտես, ես քեզ ինչքան եմ հասկանում, նույն բանով ես ինքս էլ եմ անցել։ Երկու տարբեր պատասխաններ։ Մարդ, որը ապրել է քո ցավը, մարդ, որը լսում է քո ցավը, դրանք շատ տարբեր բաներ են։ Դրա համար, սիրելիներ, ինչքան դու այսօր դժվարություններով, նեղություններով, փոթորիկներով ես անցնում, այդքան դառնում ես պիտանի մարդ շատ մարդկանց։ Այդքան դու ավելի կարող ես հասկանալով օգտակար լինել դիմացինին։ Այդքանով ավելի կարող ես կիսել դիմացինի ցավը։ Բայց եթե դու ուզում ես շատ հեշտ կյանքով ապրել ու շատ հեշտ բարձրունքների հասնել, դա հաստատ Աստծուց չի լինի, որովհետև Աստված ունի բարձրացնելու իր ձեռագիրը։ Նա պիտի քեզ մաքրե, հղկե, շտկե ու նոր տա այն, ինչ որ պատրաստել է քեզ համար։ Օրինակ բերեմ։ Եթե դու ուզում ես մեքենա վարես, առաջինը պիտի դու լավ սովորես օրենքները, քննություն պիտի հանձնես, թե տեսական, թե գործնական, եւ երբ որ բոլորը դրական լինի, նոր քեզ կտան վարորդական իրավունք։ Իսկ այն մարդիկ, որոնց դու չես հետաքրքրում, այլ քո տված փողն է հետաքրքրում, նրանք քեզանից գումար կվերցնեն ու կտան քեզ վարորդական իրավունք, նրանք չի հետաքրքրի քեզ հետ ինչ կլինի, նրանք կտան քեզ վարորդական իրավունք ու դու կնստես ղեկին ու վթարի կենտարկվես ու կմահանաս։ Ինչու են այսօր այսքան շատ վթարներ, որովհետև մեծ մասամբ վարորդների մեծ մասը գումարով է անցել քննությունը։ Այդպես էլ հոգևոր դաշտում է։ Աստված քեզ երբեք վարորդական իրավունք չի տա, մինչև դու լավ վարորդ չդառնաս, որովհետև գիտե որ հենց տվեց քեզ այդ իրավունքը, դու պիտի վթարի ենթարկվես։
Դրա համար երկար տարիներ նա թույլ է տալիս, որպիսի հղկվես, շտկվես, սովորես, լավ վարորդ դառնաս, որպիսի կյանքեր տեղափոխես ու փորձանքի չգաս։ Իսկ սատանան քեզ միանգամից տալիս է վարորդական իրավունք, այսինքն հնարավորություն մեծ բարձունքների հասնել, եւ քանի որ դու լավ վարորդ ես, կարող ես քեզ հետ շատերին վթարի ենթարկես։ Սիրելիներ, ահա այս կանը արդեն Տերս ցույց տվեց, որ պիտի վերջացնեմ այսօրվա թեման, պարզապես սովորեք Տիրոջ մաղով անցնել, որպեսզի կյանքում շատ բարձունքների հասնեք, մի փորձեք ամեն ինչին շատ հեշտորեն հասնել, այլ թույլ տվեք, որպեսզի Աստված ձեզ մեծ նեղություններով անցկացնի, որպեսզի երբ որ ձեր իրավունքը տա վարորդի որպես դուք անփորձանք կարողանաք վարեք փոխհարաբերական իմաստով ձեր մեքենան եւ կարողանաք նաեւ ձեզ հետ միասին շատերին տեղափոխեք մի վայրից մյուս վայրը։ Եղեք օրհնված Հիսուսի զորավոր անունով։ Սիրելիներ, պարզապես եկեք Աստծո շնորհակալություն հայտնենք այսօրվա հիանալի խոսքերի համար, որը տվեց Տերս ինձ այս պահին։ Ես ինքս չէի պատրաստվել որևէ թեմայի, այլ պարզապես Տերս այս պահին խոսեց ինձ հետ եւս ու տվեց շատ հարցերի պատասխաններ։ Փառք Աստծուն, որ մենք իրոք ունենք հնարավորություն իր խոսքը լսելու, իր խոսքի համաձայն ապրելու, մեր կյանքերը վերանայելու, մեր կյանքերի մեջ փոփոխություններ մտցնելու ու նաև ունենք հնարավորություն Աստծուն ավելի լավ ճանաչելու եւ մոտենալու։ Նաև ցեզ ասեմ, սիրելիներ, որ անցկացվում են ծառայություններ այն մարդկանց հետ, մյուս ամսվանից եւս որոշ մարդկանց կընդգրկեմ, շատ քիչ մարդկանց հետ եմ աշխատում, պարզապես այն մարդկանց հետ, որոնք որ պատրաստ են ամբողջությամբ իրենց կյանքերը փոխեն եւ ապրեն Աստծո կամքի պես։ Եթե կան տվյալ մարդիկ գրեք մեկնությունների մեջ, ես կտրամադրեմ իմ հեռախոսահամարս, կապ կպահպանենք, որպեսզի կարողանանք դուք էլ մասնակցեք 2 օր եմ անցկացնում ծառայությունները չորեքշաբթի եւ կիրակի օրերը ժամը 7-ին դուք էլ մասնակցեք։ Թող Տիրոջ Սուրբ Հոգին առաջնորդի ձեզ կյանքի ցանկացած ոլորտի մեջ։ Իսկ հիմա աղոթենք եւ վերջացնենք։ Հայր, սիրելի ծնող, անչափ շնորհակալ ենք քեզանից, որ այս պահին էլ դու ներկա գտնվեցիր այստեղ, որ լսեցինք քեզանից եկած խոսքը, որ դու մեզ այսօր ասացիր, որ ամեն բան քո ձեռքերի մեջ է, որ մարդկայնորեն որևէ բան չձեռնարկենք, որ ցածրացնողն ես դու, բարձրացնողն ես դու, աղքատացնողն ես դու, հարստացողն ես դու, երեխա պարգևողն ես դու, ամեն ինչ քո ձեռքերիդ մեջ է, Տերս։ Շնորհակալ ենք, որ ամեն ժամանակ մեզ հայտնում ես։ Մենք քեզ հանձնվում ենք ամբողջությամբ եւ հասկանում ենք, որ մենք մեզանից որևէ բան չենք ներկայացնում առանց քեզ։ Թող քո կամքդ կատարվի մեր կյանքերում, Հայրս։ Դու սավորիր մեր մտքերը, մեր սրտերը, մեր անձերն ու հոգիները։ Մենք քո կարիքն ունենք։ Մենք քեզանից կերտվելու կարիք ունենք։ Մենք քո առաջնորդությանդ կարիքն ունենք։ Ներիր մեր բոլոր գիտակից ու անգիտակից մեղքերի ու սխալների համար։ Մենք չենք կարող մեզ փոխել։ Այդ հարցում էլ մենք քո կարիքն ունենք։ Դու պիտի մեզ փոխես։ Դու օգնիր, որպեսզի ատենք այն, ինչ որ դու ես ատում, սիրենք այն, ինչ որ դու ես սիրում։ Քայլենք միշտ քո հետևից։ Գնահատենք քո մեծ սերդ ու քեզ նմանվենք սիրելի զավակների պես։ Օրվա մնացած ժամն էլ եղիր մեզ հետ, պահիր ու պահպանիր մեզ քո սուրբ ու հզոր ներկայության մեջ։ Թող քո կամքդ կատարվի մեր բոլորիս կյանքերում ու ընտանիքներում, հավիտյանս հավիտենից ամեն։ Հայր մեր, որ երկնքումն ես, սուրբ լինի քո անունը, քո թագավորությունը թող գա, քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքումն է։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր
Ների՛ր մեր մեղքերը, ինչպես մենք էլ կներենք մեզ պարտականներին, եւ մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, որովհետեւ քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս ամեն։